Ադրբեջանի ղեկավարը, որ Հայաստանից պահանջում է կրճատել բանակն ու չզինվել, հայտարարել է, որ ադրբեջանական բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին է համապատասխանեցվում։ Այդ մասին Ալիևն ասել է Բաքվում ՆԱՏՕ-ի պատվիրակությանը։ Որպեսզի սա ավելի լավ պատկերացնենք, հիշենք, թե Թուրքիա եւ Ադրբեջանի միջև ինչ կոնցեպտ կա՝ մեկ ազգ, երկու պետություն։ Ադրբեջանական բանակը ՆԱՏՕ-ական չափանիշների մեջ տեղավորելը Թուրքիայի ձեռքի գործն է։ Ըստ էության ՆԱՏՕ-ական չափանիշներին համապատասխանեցնել ադրբեջանական բանակը նշանակում է ինտեգրվել թուրքական բանակին, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրորդ ամենաուժեղ ցամաքային զորքն ունի։ Ալիևի հայտարարությունը ոչ թե ապագայի մասին է, այլ արդեն իսկ իրականացվող ծրագրերի մասին է։ Ասել է, թե ադրբեջանական բանակը վաղուց սկսել է կառուցվել ՆԱՏՕ-ական չափանիշներով, ավելին ինտեգրվել ՆԱՏՕ-ական բանակներից մեկին, Թուրքիայի բանակին եւ սինխրոն գործակցել թուրքական բանակին։ Ադրբեջանա-թուրքական ՆԱՏՕ-ական համագործակցության տիպիկ օրինակ է 2020 թվականի 44-օրյա պատերազմը Արցախում։ Պատահական չէ, որ 2020 թվականի 44-օրյա ռազմական գործողությունների կամ պատերազմի ընթացքում թուրքական բանակի գեներալը ստանձնեց Ադրբեջանում ռազմական գործողությունների պատասխանատվությունը։ Խոսքը Բախտիար Էրսայի մասին էր, ով հետագայում նաև դարձավ թուրքական առանձին բանակի հրամանատարներից։ Հենց 44-օրյա պատերազմի օրերին թուրքական ռազմական հրահանգիչների միջոցով ու մեթոդաբանությամբ ադրբեջանական բանակում ստեղծվեցին հատուկ նշանակության ստորաբաժանումները, որոնց գործողությունները հաճախ ուղեկցվում են անօդաչու թռչող սարքերով։ Քաղաքագետի կարծիքով հենց 44-օրյա պատերազմում հաղթանակն է Ալիևին վստահություն տվել զգալու իրեն տարածաշրջանի տերը։ Հավակնում է այդ տիտղոսը, այսպես ասենք, հեգեմոն երկրի ստանձնել ունենալ։ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու հերթական փորձ են համարում ռուս որոշ ռազմական փորձագետներ Ալիևի այս քաղաքականությունը։ Կարծում են սա անգլոսաքսերի քաղաքականությունն է, վերահսկողություն ստանալ նավթագազային խողովակաշարերի նկատմամբ։ Բացի այդ, ռուս ռազմական փորձագետների համոզմամբ Բաքուն պատրաստվում է առաջիկայում դիմել ՆԱՏՕ ալյանսի լիիրավ անդամ դառնալու համար։ Հետևաբար Ադրբեջանի վերազինումը հատկապես արևմտյան զենքսինամթերքով կարագանա, չեն բացառում ռուս փորձագետները, որ ադրբեջանական բանակը հրաժարվի գնդերից ու անցնի բրիգադների։ Ռուսաստանից Ադրբեջան զենքերի մատակարարումների նվազման տեմպը նույնպես կպահպանվի։ Ադրբեջանը մշտապես, հատկապես վերջին տարիներին իր նախապատվությունը տվել եւ տալիս է արևմտյան զենքին, արևմտյան տեխնոլոգիաներին եւ փորձում է հենց այդ ուղղությամբ զարգացնել իր ռազմական մեքենան։ Ալիևի հայտարարությունը չի զարմացրել Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոստանտին Զադուլինին։ Ուշացած խոստովանություն է նա անվանել Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, նշելով, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է Թուրքիայի միջոցով, երկու պետություններն ունեն գրեթե ընդհանուր բանակ եւ ընդհանուր հրամանատարություն։ Իսկ այն, որ ռուսական կողմից գոնե թե ցուցադրական փորձ է արվում այս կամ այն տեսակի սպառազինություն ներմուծել, սա առաջին հերթին փորձ է ռուսական էլիտաներին, այսպես ասենք, եւ ռուսական կողմին համոզելու, որ Ադրբեջանը երկարաժամկետ հեռանկարում չի կարող սպառնալ վտանգ լինել կամ հարավկովկասյան վտանգ լինել Ռուսաստանի Դաշնության կենսական շահերին։ Մոսկվայից նաև սուր արձագանքներ կան։ Դավաճանություն, 3 աթոռի վրա նստելու քաղաքականություն է համարում Դաշնային խորհրդի նախկին սենատոր Ֆրանց Կլինցևիչը Ալիևի հայտարարությունը։ Նրա խոսքով արևմտյան հատուկ ծառայությունների ճնշման տակ նախագահ Ալիևը գերագնահատել է իր հնարավորությունները եւ լրջորեն թերագնահատել Ռուսաստանի հնարավորությունները։ Լիլիթ Սարգսյան, Նորայր Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։